Բարի առավոտ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը եւ մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ նույնպես ունենք հնարավորություն ձեզ ողջունելու։ Մենք ենք Սուրենը Սոնան եւ Ադրինեն։ Բարի լույս ելի հեռուստադիտողներ, բարի լույս ելի Սուրեն։ Առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը ուղիղ եթերում եւ մենք առաջարկում ենք, որպեսզի հարմար տեղավորվեք էկրանների առջև։ Այո, այս առավոտ էլ ձեզ համար պատրաստել ենք հետաքրքիր ինֆորմացիոնը եւ ռիթմերով ու համեղ տրամադրությունը։ Այս ամենը մեր ծրագրում այսօր տեղ կգտնի, իսկ մենք նշենք, որ այսօր հունիսի 18-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարված է որպես ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օր։ Այո, եւ ատելությունը շատ թանկ է նստում մարդու առողջության եւ կյանքի վրա։ Այն պետք է ճանաչվի որպես վարակիչ հիվանդություն։ Մարդիկ այնքան շատ պատճառներ են գտնում իրար ատելու, իրենց դասը, սեռը, հեղինակությունը, կրոնը, մաշկի գույնը, էթնիկ պատկանելությունը, սեռական կողմնորոշումը, դավանանքը, ավանդույթները, ազգությունը, քաղաքական կարծիքները, ֆիզիկական կամ երևակայական հատկանիշները եւ շատերը, որոնք ատելության թիրախում են հայտնվում, իրենց հերթին ատում են իրենց ատողներին եւ փոխադարձ բռնություն կիրառում։ Այո, սա իհարկե բերում է առողջության վատ տարածման, այնպես որ այդպիսի արտահայտություն կա, չէ՞, ասում են, երբ որ դու սկսում ես ինչ-որ մեկին ատել կամ նեգատիվ տրամադրվել, առաջին հերթին ինքդ քեզ ես վնասում, որովհետեւ ինչ էներգիա թողես, այո, էներգիան քեզ ներսից արդեն բերում է այդ ոչ կայուն վիճակին առողջական, այնպես որ փորձեք ոչ թե ատել, այլ սիրել բոլորին, բոլոր մարդկանց, բոլոր նրանց, ովքեր նույնիսկ ինչ-որ վատ բան են արել ձեր նկատմամբ, փորձեք ներել նրան։ Ամենակարևոր բաներն են, հա, ներելը եւ սիրելը։ Սա շատ կարևոր է, իսկ հիմա գնանք Երևանյան փողոցներ, հասկանանք թե ինչպեսի մեծ սեր կա Երևանյան փողոցներում, հատկապես խցանումների հետ կապված, այո, կան խցանումներ, կան սիրով են այդ խցանումները բնականաբար, եւ ինչպես նկատում ենք Կիևյան կամուրջը դեպի բարեկամություն բարձրացող հատվածը բավականին խցանված է, Հալաբյանը խցանված է, այստեղ Օրբելի եղբայրները խցանված է փողոցը եւ իհարկե Բաղրամյան իջնող հատվածը նույնպես խցանված է։ Արաբկիրի շրջանը բավականին խցանումներով է, խցանումներ կան նաեւ փոքր կենտրոնում, խցանումներ կա իհարկե նաև Աթենքի փողոցում, Իսակով պողոտայում կա խցանումներ, ինչպես տեսնում ենք բավականին լուրջ խցանում է Իսակով պողոտայում, փոքր կենտրոնը Տիգրան Մեծը խցանված են, երրորդ մասի հատվածը բավականին էլի խցանված է այս պահի դրությամբ, այնպես որ մայրաքաղաքը լի է խցանումներով, դե սա երևի բարեբախտաբար վթարներ չկան։ Այո, չկան վթարներ, սա շատ լավ է, բայց խցանումները որ կան, դա դեռ այնքան էլ հաճելի չէ, երբ որ հայտնում ես խցանումների մեջ, բայց շտապում ես աշխատանքի։ Հատկապես երբ արձակուրդային շրջան է սկսվել եւ ավելի թեթև ակնկալիքներ ունենք երթևեկությունից։ Դե ինչ առաջարկում եմ հիմա տեղափոխվենք խոհանոց, ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Այո, Ադրինե։ Բարի լույս Ադրինե։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս բոլորիդ ողջունում ենք, ասում ենք բարձր տրամադրություն, համեղ նախաճաշ եւ իհարկե օրը սկսեք հենց մեզ հետ առաջին ծրագրի հետ։ Սիրելիներս այսօր պատրաստելու ենք համեղ ուտեստ, շատ բոլորիս համար սիրելի բաղադրիչներով եւ ամենապարզ հասարակ մատչելի տարբերակով կարտոֆիլից կոտլետներ։ Իհարկե կասեք հիմա, օրինակ թե ամառ է, լիքը բանջարեղեն կա, կարելի է բանջարեղեններից օգտվել, իհարկե կարելի է, բայց օրվա ընթացքում վստահաբար նմանատիպ բաղադրատոմսեր եւ ուտեստներ չենք բացառում։ Այսօր արդեն պատրաստել եմ բաղադրիչները, կարտոֆիլը նախապես խաշված է, պետք է խաշենք եւ տրորենք։ Այստեղ ունենք մանրացված սոխ, որը հենց հիմա ես կսկսեմ տապակել, եւ այստեղ ունենք սամիտ, իհարկե պանիր, պանիրը սուլուգունի տարբերակն ենք օգտագործելու, պատրաստելու ենք կոտլետները պանրով, շատ հետաքրքիր տարբերակ, եւ իհարկե այստեղ տեսնում եք ալյուր ունեմ, ալյուրը եւս օգտագործելու ենք եւ հավկիթ ենք օգտագործելու, բնականաբար համեմունքներ, զերծ չենք մնում համեմունքներից եւ իհարկե պետք է սկսենք մեր աշխատանքը, ամենաառաջին հերթին, ես հենց հիմա եւս մեկ անգամ հորդորում եմ, որպեսզի դուք նախաճաշեք, ես արդեն հասցրել եմ մի փոքր նախաճաշ անել տանը եւ այստեղ իհարկե վայելում եմ իմ 1 գավաթ սուրճը գործընկերներիս կողմից հյուրասիրվել եմ արդեն եւ հիմա սկսենք աշխատել եւ վայելենք սուրճը եւ նախաճաշը եւ սկսենք աշխատել։ Ահա սիրելիներս, թավան տաքանում է, ես այստեղ կավելացնեմ բուսայուղ, այսպես, առաջին հերթին կտապակենք սոխը,
ավելացնեմ սոխը, նախապես կարելի է սիրելիներս մի փոքր աղց անել սոխի վրա, որպեսզի շատ չտապակվի, այն մեզ պետք է մի փոքր ոսկեգույն դարձնել։ Ահա։ Այսպես կսպասենք, մինչ մեր սոխը կտապակվի։ Այս ընթացքում ես կսկսեմ կտրատել սամիթը եւ իհարկե կտրորենք կարտոֆիլը, խաշած կարտոֆիլը։ Կանաչու տեսականին ես ընտրել եմ սամիթը, որովհետև կարծում եմ շատ համահունչ է սամիթը, սակայն եթե որոշեք խառը կանաչի օգտագործել այստեղ, բացառելով իհարկե ռեհանը, այսինքն ազատ քեղ, մաղադանոս, համեմ, կանաչ սոխ, սամիթ, այդ բոլորի խառնուրդը միքսը եւս շատ համեղ կստացվի, պարզապես ես այսօր որոշեցի միայն սամիթով տարբերակը փորձել։ Սիրելիներս անպայման նախաճաշեք կամ մինչ նախաճաշը փորձեք մի փոքր այսպիսի պրոֆիլակտիկ թուրմ օգտագործել, ինչի մասին մենք բազմիցս այստեղ խոսել ենք, քրքումը ջրով կարող եք մեղրի օգնությամբ բացել եւ այն ճաշակել, այն շատ օգնում է նյութափոխանակությանը, այն շատ օգնում է անոթներին, այն կարգավորում է արյան ճնշումը եւ բազում էլի օգուտներ ունի եւ մաշկն է երիտասարդ պահում եւ մազաթափության դեմ է նաեւ պայքարում, այնպես որ այս թուրմը արթնանալուց հետո, կես ժամ հետո կարող եք պատրաստել սենյակային ջերմաստիճանի ջրով եւ այն ճաշակել։ Հետո ավելի ուշ մի քանի րոպե, 15 րոպե հետո կարող եք համեղ նախաճաշել 1 կտոր հաց ու պանրով, նախաճաշել փոքրիկ կտոր հաց մուրաբա կամ մեղր, որը որ ձեռքի տակ կա, բայց դա շատ պարտադիր պայման է։ Իհարկե, բազմիցս խոսել ենք, որ յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր յուրահատկությունը, բնականաբար ամեն մարդ ինքն է ճանաչում իր օրգանիզմը եւ հասկանում է որն է լավ, որն է վատ։ Սակայն, եթե խիստ հետևենք բնության կանոնակարգին, ապա նախաճաշը մեր առաջին, այսպես ասած, շարժիչ ուժն է, այնպես որ կարծում եմ սա շատ կարևոր է։ Իհարկե չմոռանանք սոխառածի մասին։ Շատ գեղեցիկ տապակվում է, սառչելուց հետո արդեն կավելացնեմ կարտոֆիլի վրա։ Ահա, պատրաստ է նաև սամիթը։ Արդեն կարող ենք շարունակել մեր գործը եւ սկսել տրորել կարտոֆիլը։ Ադրինե։ Ողջույն Սուրեն ջան։ Դու ինչպես միշտ համեղություն ես մեզ համար պատրաստելու այս առավոտ։ Շատ հասարակ, շատ պարզ, այսպես որևէ բարդություն այստեղ չկա եւ իմիջիալոց նշեմ շատ մատչելի։ Շատ մատչելի։ Այո։ Հիանալի է, այնպես որ համեղություններն արդեն պատրաստվում են։ Ամեն դեպքում կա սոխ, որը տապակվում է իր յուղի մեջ։ Այո, թող տապակվի իր յուղի մեջ, թող սոխը լինի մեր կյանքի ամենամեծ չարիքը։ Չարիած փոքրագույնը։ Շատերը շատ են սիրում սոխը, միջելը շատ օգտակար է, պարզապես հաճելի չէ շատ անգամ, երբ որ օրվա ընթացքում ունես շատ հանդիպումներ։
առավելևս ամռան շոկի։ Աշխատող մարդկանց համար մի փոքր, այո, դա կոմպլեքսավորում է մարդկանց, բայց շատ միջոցներ կա նաև դրա դեմը առնելու, այնպես որ ես կարծում եմ հիմա հոգ չէ, դրա մասին պետք չէ մտածել։ Իսկ եթե ինչը վերաբերում է սոխին եւ սխտորին, ապա ասեմ ամբողջ Եվրոպան, եթե համաշխարհային խոհանոցին նայես, ամբողջությամբ սոխը սխտորը գերակշռում է իրենց կերակուրների մեջ, հավատացեք։ Եթե ուշադիր լինեք եւ հետեւեք եւ նայեք, կտեսնեք թե որքան սոխ եւ սխտոր են այդ մարդիկ օգտագործում։ Իսկ հայերը, չգիտեմ ինչու, խուսափում են սոխից։ Դե ամեն դեպքում հենց չգիտեմ, երեխաներ են ավելի շատ, բայց ինչևէ, եթե ինչ-որ բան ավելացնենք, եթե չէ, անցնենք։ Այո, այս պահին ես որևէ բան չունեմ ավելացնելու, ընդհանրապես կարտոֆիլը, որը էլի կարծում եմ հեռուստատիտողի հետ միասին կանենք, շատ լավ։ Հիմա կարճ դադար կլինի ու կշարունակենք։ Բարի լույս, ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում ենք շատ բարձր տրամադրությամբ։ Այո, բարձր տրամադրությունը ունենք, որովհետև հենց այդպես սկսել ենք օրը, եւ իհարկե նախընտրում ենք այդպես էլ ավարտել բարձր տրամադրությամբ։ Այդ հարցում մեզ միանշանակ կօգնի Ջևանի գինու գործարանի կողմից առաջարկող բրիզը, ռոզե փրփրուն գինի, որը հաստատ հիանալի համադրություն է ամառային զով երեկոների համար։ Դրսում հիանալի եղանակ է, իսկ տրամադրությունը մի թեթև ավելի բարձր կպայի հենց բրիզը։ Եվ իհարկե գինու հետ չենք մոռանում առանձնացնել պանիրների լայն տեսականի, ինչպես նաև առավոտը սկսում ենք կատնամթերք օգտագործելով, իսկ անարատկաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների մեծ տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Դե այս ամենը վերցնում ենք մեզ հետ եւ իհարկե պլանավորում որտեղ անցկացնել շաբաթ կիրակին։ Մի քիչ կտրվել այս քաղաքային թոհու բոհից, վայրի վերումներից եւ աղմուկից։ Այս ամենը Հայաստան լեռնաշխարհի բնության մեջ է թաքնված, այս լռությունը հանգիստ է եւ ներդաշնակություն, այնպես որ այս անգամ էլ հասկանանք, թե Արթուրը մեզ ուր է ուղղորդում եւ որտեղ է առաջարկում անցկացնելու հաջորդիվ շաբաթ կիրակին։ Դե ինչ, մեր բացահայտումները Գյումրիում սկսված են։ Սիրեմ Գյումրիս, խելռիմ Գյումրուս համար։ Վարպետաց փողոցը իմ ամենասիրելի փողոցներից մեկն է, եթե ոչ ամենասիրելին։ Այստեղ կողք կողքի իրար մոտ գտնվում են Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի տուն թանգարանները, բայց մի հաղորդումը 2, նույնիսկ 3-4 հաղորդումները քիչ են ամբողջ Գյումրու կոլորիտը նիստ ու կացը ցուցադրելու համար։ Մենք 2 հաղորդում նվիրելու ենք Գյումրիին, բայց տուն թանգարաններ դեռ կվերադառնանք։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ փողոցով քայլելը դառնում է ճամփորդություն տարածությունից ու ժամանակից դուրս։ Քայլում ես հին շենքերի կողքով ու զգում ես, որ այստեղ ամեն մի քար իր խորհուրդն ունի։ Գյումրիում պատշգամբները մարդկանց պես են, ոմանք մենակ են, լուր, մոռացված, իսկ ոմանք այնքան լի են կյանքով, որ քեզ թվում է, թե մի պահ կկանգնեցնեն ու կասեն, «Էս ուր կերտաս, ապ ջան, մեր օպեմ կայինի անեկդոտ եմ պատմեմ, նոր կերտաս»։ Ու հենց այստեղ ես հասկանում, որ Գյումրու հմայքը ոչ միայն փողոցներում է, այլ նաև վերևում։ Եթե ուզում ես տեսնել այս քաղաքը, միայն մի նայիր առաջ, այլ նայիր վերև, որտեղ պատշգամբներն են, իրենց հին ու հարազատ աչքերով։
Սա հայտնի եռանկյուն ֆիլմի հայտնի պատշգամբն է ու առհասարակ Գյումրիում պատշգամբներն ուղղակի ճարտարապետական տարեր չեն, դրանք Գյումրու զգացմունքային հիշողություններն են, որոնք չնայած օդի մեջ կախված են, բայց ամուր կպած են հողին։ Գյումրիում թանգարանները շատ են, բայց կա մի թանգարան, որը տարբերվում է բոլորից ու կոտրում է բոլոր կարծրատիպերը։ Բարի գալուստ իլյուզիաների թանգարան։ Իլյուզիաների թանգարանը այն վայրն է, որտեղ գիտությունն ու զվարճանքը միաձուլվում են։ Սա պրանքսինոսկոպ է, հին ժամանակներում սրանով են անիմացիա ու ֆիլմ ստեղծել, ինչում է գաղտնիքը, այսպես եթե պտտենք, այս հայելու մեջ կստանանք շարժվող կադրեր։ Տեսար Սերժո, վերջապես դու էլ երևացիր կադրում։ Մարդիկ կտեսնեն, թե ինչքան սիրուն, սիմպաթիչնի օպերատոր կա։ Ես ինչքան շատ ենք։ Ուր գնալ։ Դե իհարկե իլյուզիաների թանգարան, չէ՞ որ կյանքը ինքնին իլյուզիա է։ Բարի ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտող։ Սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ համեղ կարտոֆիլե, կոտլետներ, որտեղ ավելացնելու ենք պանիր։ Ինչ արեցինք մինչ այս պահը։ Սոխ պետք է տապակեինք, մեր սոխը արդեն տապակված է, շատ մանր կտրատված եւ տապակված է։ Սամիթը մանրացրել եմ եւ հիմա պետք է տրորենք կարտոֆիլը։ Ահա սամիթը թողնենք մի կողմի վրա, անցնենք առաջ, որպիսի հաջորդ գործողությունը անենք, այսպես, կարտոֆիլները այսպես հատ առ հատ փորձենք տրորել։
Ես ցանկացա այս գործողությունը եւս միասին անենք։ Այսպես, շատ արագ փորձենք տրորել կարտոֆիլները եւ ավելացնել մնացած բաղադրիչները։ Այսպես։ Իսկ մյուս բաղադրիչներն են հավկիթ, ալյուր, սամիտ, համեմունքներ, որպեսզի շատ ճոխ եւ համեղ խճողակ ստանանք։ Իմիջիայլոց ասեմ, այս խճողակը, որ մենք կպատրաստենք, դուք կարող եք պատրաստել նաև կարկանդակի համար։ Եթե որոշեք օրինակ խմոր պատրաստել, օրինակ արթնացել եք եւ մտածում եք ինչ պատրաստել, կարելի է կարկանդակ պատրաստել։ Խմորը կպատրաստեք, այս խճողակը եւս կպատրաստեք, որովհետեւ կարկանդակի համար շատ լավ տարբերակ է սա։ Մեր իմիջիայլոց ավանդական տարբերակ է կարկանդակի համար սա։ Մենք ճիշտ է այսօր կվերածենք այս խճողակը կոտլետի, բայց այն կարկանդակի լավ տարբերակ է։ Այսպես։ Քիչ մնաց, այս 3 կարտոֆիլն էլ փորձենք տրորել։ Այսպես։ Ահա, սիրելիներս, հիմա ավելացնենք մեր տապակված սոխը։ Նորից փորձենք տրորել այն։ Սոխն էլ թող ամբողջությամբ տարածվի։ Ահա, սկսենք խառնել մյուս բաղադրիչները։ Մեզ պետք է իհարկե ալյուր։ Մեկ ճաշի գտալ առայժմ ալյուր կավելացնեմ, ընթացիկ դե պարզ կլինի, ավելորդ անգամ անհրաժեշտ է, թե ոչ։ Ահա, այստեղ կավելացնենք նաև հավկիթ, ալյուրը եւ հավկիթը բնականաբար կպչունություն է ապահովելու, այսպես, եւ այստեղ ավելացնում ենք արդեն սամիթը, ու ավելացնում ենք մեր համեմունքները։ Սիրելիներս կավելացնեմ սև պղպեղ, կարմիր քաղցր եւ կծու պղպեղներ, նույնիսկ կարելի է ամբողջությամբ բան չի մնացել, ժողովուրդ ջան, կավելացնեմ, սա պապրիկա էր, քաղցր տարբերակներ եւ իհարկե կծու կարմիր պղպեղ, մի փոքր, շատ աննշան սխտորի փոշի կամ թարմ սխտոր ցանկության դեպքում, մի քիչ քրքում եւ աղ։ Սիրելիներս, ես այս պահին այսքանով բավարարվում եմ, որովհետեւ արդեն Սուրենը մոտենում է ինձ, որ հուշի դադար է լինելու, չնայած ես վաղուց գիտեի դրա մասին։ Այո, կարճ դադար կլինի ու հետո կվերադառնանք կշարունակենք մեր ծրագիրը։ Բարելիս ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ տեղափոխվում ենք Թատերաշխարհ։ Եւ այսպես, պատմություն մի խումբ երիտասարդների մասին, ովքեր Թբիլիսի օդանավակայանում փորձում են առևանգել Tu-134 մագնիշի ինքնաթիռը ԽՍՀՄ-ից փախուստ գործելու նպատակով։ Նրանց քայլը դարձավ մի ամբողջ սերնդի ձայն, ազատության, արժանապատվության եւ այլ իրականության երազանքի համար։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում են Անի Կիրակոսյանը եւ Վահան Միրաքյանը։
Բարի լույս։ Բարի լույս։ Ոչ թե այս առիթով որ փախցրել եք ինքնատուն, այլ բեմադրվել էր ներկայացում, որը հենց համանուն գրքի հիման վրա է արված ջինսի սերունդը, որը հենց իրական պատմության մասին է։ Ես կարդացել եմ գործը, իմ ամենասիրելի գործերից մեկն է, եւ միշտ մտածում եմ, եթե սա բեմադրվի, ինչպես կլինի։ Բայց արյութես սա ոչ թե բեմադրվեց, այլ նաեւ բեմադրվեց թատրոն տանիքում։ Մի հարթակ, որը այդքան էլ մեծ թատերական հնարավորություններ չունի, վարակույրներ, կուլիսներ եւ այլն, բայց հետաքրքիր ձևով ներկայացրեցիք։ Բարև ձեզ, դե հիմա խոսենք այս մասին։ Բարև ձեզ։ Խոսեք, խոսեմ։ Խոսիր։ Շատ լավ։ Նախ մի անգամից ասեմ, որ ինձ էլ էր այդպես թվում, որ այդ հարթակում հնարավորություն չի լինի այդպես իրականացնել ներկայացումը, բայց կոտրվեցին բոլոր կարծրատիպերը շնորհիվ ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի վարակույրներ, կուլիսներ, այն ինչ պատկերացնում եք, որ հնարավոր չէ լինի այնտեղ, կա այդ ամենը եւ աշխատում է ներկայացման մեջ, այսինքն կուլիսը միայն նրա համար չէ, որպեսզի դերասանը գնա իր մուտքից հետո պատրաստվի հաջորդ մուտքին։ Կուլիսը նույնպես մեզ հետ հավասար գործող անձ է դառնում։ Ամենակարևորը ինչի մասին է ներկայացումը, ոչ թե նրա, որ երիտասարդները որոշում են օթանավ առևանգել եւ մենք մտովի կամ բառիբուն իմաստով տեղափոխվում ենք օթանավի ներսի հատված եւ այնտեղ ծավալվում են գործողություններ, այլ մենք ներկայացնում ենք միտքը մարդու ազատության տենչի մասին։ Ինչ է կատարվում այդ ընթացքում, ինչն է, որ մարդուն սահմանափակել էր եւ դրդել էր այդ քայլերին, ինչպես կարող է նա դուրս գալ այդ ամենի մեջից, կարող է արդյոք դուրս գալ, թե չի կարող, թե չի կարող։ Այս եւ այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել հունիսի 22-ին թատրոն տանիքում ժամը 20:30-ին, բայց մնացած բոլոր հարցերին կարող եմ պատասխանել, իհարկե չեմ պատմի ամբողջ ներկայացումը։ Հունիսի 22-ին առաջնախաղն է։ Ոչ, առաջնախաղը տեղի ունեցավ հունիսի 14-ին։ Հետաքրքիր է, հա, մի քիչ խոսենք պիեսի ընտրության մասին, որովհետեւ ոչ ստանդարտ պիես եք ընտրել։ Ռեժիսորինն էր, թատրոնինն էր ընտրությունը։ Ռեժիսորինն էր ամեն դեպքում ընտրությունը։ Իսկ ընդհանուր ստեղծագործական կազմով, որ ձևավորվեց, իրականում շատ հետաքրքիր կազմ է հավաքվել։ Ընդհանուր գործի հետ կապված ասեմ, ճիշտ եք ասում, սկզբում որ կարդում ենք գործը, մտածում ենք լավ ոնց պետքա բեմադրվի այս ամենը։ Ու ասեմ, Վահանն էլ կփաստի, որ ամբողջ փորձի ընթացքում, երբ որ դե փաստի խնդրում եմ, ամբողջ փորձերի ընթացքում, երբ որ զրուցում ենք ռեժիսորի հետ, միևնույն է, ինչ պատկերացում ինքը ունեցել էր, մենք մինչև վերջ չէինք կարողանում հասկանալ։ Մինչև վերջ ասում ենք, լավ ոնց պետք է այս հատվածը լինի, լավ էս ոնց է անելու։ Ուսենց ասում ենք, լավ Ոստվա ջան, էս ոնց պետք է ընդհանուր լինի բեմադրությունը։ Երբ որ անցանք արդեն բեմադրական հատվածին, հասկացանք, որ իսկական աշխարհը բացվեց մեր դիմաց, հետաքրքիր, ամեն դեպքում դերասանի համար էլ չէ հետաքրքիր, որ չգիտի ինչ է կատարվելու։ Ամեն դեպքում պետք չի որ իմանա ինչ է լինելու, որ իրեն էլ հետաքրքիր լինի։ Մի խոսքով, եթե չլիներ այն հավատը, որ ունեինք ռեժիսորի հանդեպ, իսկապես չէր ստացվի ոչինչ։ Թվում է այդ հավատն էր, որ մեզ տարավ դեպի պրեմիերա։ Քանի որ դուք ձեր թիմի ամենաշուտ արտնացող մարդիկ եք, պատմեք ձեր կերպարների մասին։ Դու ավելի շուտ ես արտնացել, ես դիմացի մայթում եմ ապրում, դու պատմես։ Ես պատմեմ։ Ես մարմնավորում եմ Թինա Փետվյաշվիլիի կերպարը։ Մի հատ աղջիկն էր այդ անձնակազմից, այսպես ասած, որ գնաց այդ քայլին, ով սիրահարված էր Գեգային, Գեգա Կոբախիձեին, որին մարմնավորում է Վահանը։ Շնորհակալություն։ Ես մարմնավորում եմ Գեգա Կոբախիձեին, իդեպ մի շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ, երբ սկսեցի ուսումնասիրել ով է արդյոք այս մարդը ընդհանրապես դերասան, բայց ինձ համենայն դեպս անծանոթ, շատ հետաքրքիր բան նկատեցի, իմ եւ Գեգա Կոբախիձեի ծննդյան օրերը հենց նույն օրն են, սա արդեն լրջացրեց ամեն ինչը, այո, 22 տարվա տարբերություն, եթե չեմ սխալվում, կամ 32, միգուցե 32, ամեն դեպքում չեմ կարողանում ճիշտ մտաբերել հիմա դա։ Հետո սկսեցի ուսումնասիրել եւ քանի որ այս բոլոր գործող անձինք եղել են իրական կյանքում, այսինքն չկա հորինված մեկը, պարզվեց, որ Թինա Փետվյաշվիլին ողջ է ցայսօր, այո։ Ցանկանում էի ընդհանուր հանդիպել նրա հետ, որպեսզի հասկանամ ով է եղել Գեգա Կոբախիձեն, ինչպիսին է եղել, բայց ցավոք սրտի Թինան մերժեց այդ հանդիպումը, ասելով, որ նա որևէ կերպ այլևս չի ցանկանում հիշել այդ ամենը, այո, անդրադառնալ, հիշել, որևէ բան չի ցանկանում այդ ամենի մասին խոսել, նույնիսկ եթե չեմ սխալվում, Թբիլիսի թատրոններից մեկում կա այս ներկայացումը, որտեղ խորհրդատու է եղել Թինա Փետվյաշվիլին եւ այդքանով
Լավ ինֆորմացիաներ կան։ Եվ այդքանով ավարտել է իր մասնակցությունը այս պատմությանը։ Ես փորձեցի ինքս արդեն պատկերացնել, թե ինչպիսին է եղել Գեգա Կոբախիձեն, որովհետև ընդամենը մեկ ֆիլմ կար իր մասնակցությամբ։ Փորձել եմ ինչ-որ կերպով հասկանալ նրան, որովհետև շատ խարիզմատիկ տղա է իրականում, բարձրահասակ, հմայիչ եւ այլն եւ այլն։ Համենայն դեպս նմանություն կար, երկուսն էլ դերասան էին մասնագիտությամբ։ Ես էլ շատ հմայիչ եւ բարձրահասակ 2.10 մոտավորապես։ Դա նկատի չէ, բայց ամեն դեպքում եթե այդպես ես ուզում, օքեյ։ Հենց դա եմ հարցնել, որ քանի որ պատմությունը իրական է եղել, հա, եւ ինչքանով եք դուք հետաքրքրվել, այ Վահանը իրոք դրել եւ այսպես ուսումնասիրել, քրքրել է կերպարներին, ինչ են անում այսօր, որտեղ են նրանք, իսկ մյուս դերասանները նույնպես հետաքրքիր էր, հա, ուր են այդ կերպարները, կան այսօր, չկան։ Ինձ թվում է ամենաշատ տրվող հարցերից էր փորձերի ընթացքում, որ միշտ ասում էինք, բալավ, այս կերպարը որտեղ է, այս կերպարը մահացավ, այս կերպարը ինչ եղավ, ու միշտ անընդհատ փորփրում էինք, բայց եկավ մի պահ, որ Արթուրը Սարիբեկյան ասաց, խնդրում եմ, մի տրվեք այդ ամբողջ գծին, դուք հիմա տեղափոխվեք դեպի այս հարթակ, դուք ասաց, որ գործը գեղարվեստականացված է ամեն դեպքում ու կերպարները որոշ առումներով նույնիսկ իրական իրենց բնույթից որոշակիորեն շեղված էին։ Այո, դրա համար էլ այդ կետից սկսած արդեն սկսեցինք, համենայն դեպս ես մնացյալը չգիտեմ, ես սկսեցի արդեն շատ չհետաքրքրվել, որովհետև զգում էի, որ արդեն խանգարում է ինձ։ Արդեն այս երկու աշխարհները չգիտեի որն էր իրականը, որը չէ, ասեցի ավելի լավ է ես հավատամ ռեժիսորին ու գնամ առաջ։ Բեմում 3 ընկեր եք եւ դուք 3-4 ենք։ 4 հոգով ենք, բայց իրականում գործող անձինք ավելի շատ են եւ ներկայացման մեջ եւ իրականում եղել են 7 հոգով, ինքնաթիռ առևանգողները, ճակերտավոր ասենք առևանգողներ, հիմա արդարացնում եմ էլի իմ կերպարը։ Նրանք չեն առևանգել, նրանք ըմբոստ էին ուղղակի, ազատություն էին ուզում։ Ազատատենչ սովետական բարակույրները։ Այո։ Գործող անձինք քանի հոգի են ներկայացման մեջ գործող անձինք։ 9 կարծեմ, 9 հոգի։ Վահան, այսպեսի մի հետաքրքիր բան կա, հա, երբ որ մենք կարդում ենք պատմությունը առաջինը, հա, գիրքը, մի շատ հետաքրքիր է։ Հետո նայում ենք ֆիլմը, շատ անգամ հիասթափվում ենք, որովհետև այն ինչ որ մենք կարդալուց պատկերացնում ենք, չենք ստանում այն էֆեկտը, ինչ որ կա։ Ներկայացման դեպքում ինչպես է, որովհետև գիրքը բավականին տարածում ստացավ առավելևս երբ որ թարգմանվեց հայերենով եւ ներկայացվեց հանրությանը։ Ես հենց այդ ժամանակ վերցեցի այդ գիրքը կարդացի, ինձ շատ խուզեց պատմությունը եւ շատ դուր եկավ։ Արդյոք նույն էֆեկտը մենք կստանանք նաեւ ներկայացումը դիտելիս։ Արդյոք ոչ մի բան չի կրճատվել, արդյոք ամեն ինչ արվել այնպես ոնց որ գրքում է։ Բնականաբար շատ բաներ են կրճատվել, որովհետև ամբողջությամբ գրքի բովանդակությունը եթե բեմադրվեր, ներկայացում կտևեր երևի թե 4 օր առանց անտրակտի, բայց մի վախացրու հերոսատով, գիրքը փոքրիկ գիրք է, բայց բոլոր գործողությունները, որոնք որ նկարագրվում են, եթե դրանք էլ բեմադրվեն, հաստատ 4 օր կտևեր ներկայացումը։ Կոնստրուկցիաները շատ մեծ պիտի լինեն։ Այո, բայց հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, մարդիկ կային, ում ես հրավիրել էի եւ նրանք ասացին, մենք եկել էինք տեսնելու ինչ որ մի ինքնաթիռի առևանգում, բայց որևէ տեսարան նույնիսկ ինքնաթիռի ակնարկ չկար, որ սա կատարվում է ինքնաթիռի մեջ կամ ինքնաթիռ մտնելու պահին կամ ինքնաթիռից դուրս գալուց, որևէ այդպիսի տեսարան չունենք եւ նաեւ մաքսիմալ կինոյի էֆեկտ է փորձել ստանալ ռեժիսորը, թե բեմադրական առումով, թե խաղի առումով, այսինքն կան տեսարաններ, որտեղ տպավորությունը, որ դու ֆիլմ ես դիտում շատ մեծ օբյեկտիվով ուղղակի եւ կան տեսարաններ, որտեղ դու շատ նեղ օբյեկտիվով կոնկրետ ինչ-որ մի բան ես տեսնում, այսինքն ֆիլմի էֆեկտը փորձել է մաքսիմալ պահպանել ռեժիսորը։ Ես չգիտեմ դա որքանով է լավ ստացվել կամ որքանով վատ, որովհետեւ ինքը չեմ դիտել ներկայացումը։ Մենք դերասանները ցավոք սրտի երբեք չենք ունենում այդպիսի բախտ ներկայացումը նայելու, ամենայն դեպս այնտեղից որտեղից որ հանդիսատեսն է դիտում, բայց կարծում եմ, որ այն բոլոր շեղումները, որոնք որ եղել են բուն նյութից, արդարացված են, այդպես էլ պետք է լինեին։ Ոչ թե թերագնահատելով պիեսի կամ վեպի հեղինակին, այլ ուղղակի ըստ մեր իրականության եւ ըստ մեր մեկնաբանության։ Վեպ պիես այդ փոխադրումը ոնց է ստացվել, Արթուրն է արել, թե կար պիեսը նաեւ։ Բեմականացումը այո, Արթուրինն է, ու ասեմ շատ երկար ժամանակ, մոտ 3 ամիս աշխատել է պիեսի վրա, վեպի վրա, հետո նոր պիեսի, ու այդ ամբողջ ընթացքում ես եմ երևի միակը, որ ականատես եմ եղել այդ process-ին։ Ինչու, ասա նաև ինչու ես դու ականատես եղել։ Դե շատ անձնական։ Հասկանալի է։
Այո, եւ այն տանջանքը, որ ունեցավ այդ ընթացքում, իսկապես խոսել չէր լինում, անընդհատ ինքը նյութի մեջ, որևէ բան էր հարցնում, ինքը միանգամից վազում էր թուղթը գրիչը վերցնում, որովհետեւ որևէ տեսարան եկավ իր մտքին, հիմա պետք է գրի առնի։ Ու այսպես շատ նվիրված ամբողջ աշխատանքը իրականացվել է ու դրա համար երևի թե համարում ենք ստացված գործ է, որովհետեւ ի սկզբանե եղել է այդ մեծ նվիրումը։ Եվ փորձերը ոնց ընթացան ու դուք առաջին անգամ եք հանդիպում բեմում, թե միասին խաղացել եք։ Պատմեմ։ Պատմիր։ Մենք առաջին անգամ ենք միասին խաղում ու ընդհանրապես անձնակազմի հետ ես առաջին անգամ եմ ելույթ ունենում բեմում։ Լավն է։ Շատ։ Չգիտեմ, հատուկենտ ընտրված մարդիկ։ Հետո ներողություն։ Դու ասում ես խոսիր ու դու ինձ ընդհատում ես։ Խոսիր, որ ընդհատեմ։ Եթե չխոսես, ինչպես կընդհատեմ։ Չէ՞։ Ստեղծագործական թիմը իսկապես շատ հաջողված է մեր պարագայում։ Շարունակիր Վահան։ Ես բավականին ուշ եմ միացել ներկայացման ստեղծման ընթացքին, որովհետև այլ դերակատար պետք է լիներ։ Ողջունենք այլ դերակատարին։ Այո, ողջունում ենք։ Ողջույն Արմեն Մարգարյան։ Արմեններ։ Այո, ողջունում ենք Արմեն։ Դու տակը փորեցիր, թե Արմենը ուղղակի վատառողջ էր։ Սուրեն, այս կյանքը ոչինչ, բայց հաջորդ կյանքում պատասխան ես տալու այն բոլոր արարքների համար, որոնք հիմա դու գործում ես։ Եվ ես շատ ուշ միացա, մոտավորապես 20 օր տևեց իմ ամբողջ ներկայացման մեջ ներգրավել, այսինքն կարդալու process-ից մինչև բեմադրական, իսկ թատերական լեզվով ասած չիտկայից մինչև միզանսցեն 20 օր եմ ունեցել ընդամենը եւ նաեւ շատ վնասվածքներ։ Իսկ թե ինչ վնասվածքներ, դա արդեն հաջորդ եթերի խոսակցությունն է։ Մենք ուզում ենք ձեզ մաղթել հաջողություն ամսի 22-ին։ Վստահ եմ, որ հիանալի է ամեն ինչ ստացվել, հարմարացնենք եւ մի օր անպայման կդիտենք, պարզապես զբաղվածության առումով չի ստացվում, բայց նրանք ովքեր հետևեցին մեր այս զրույցին, անպայման բաց մի թողեք եւ դիտեք, առավել եւս գործը լավն է, առավել եւս թատրոն տանիքում է, դա արդեն եւս մեկ փաստ է, որպեսզի անպայման դիտեն եւ շատ տաղանդավոր մարդիկ են ներկայացնում ամբողջ ներկայացումը։ Սարգոն Չորգինին եմ ուզում ձեզ նվիրել, որպեսզի ամսի 22-ին արդեն ներկայացումից հետո նշեք ձեր եւս մեկ հաղթանակ եւ ուզում եմ ձեզ նվիրել Արև Բացիկ, որ նախատեսված է սիրելի մարդկանց նվիրելու համար, ծաղիկների կամ նվերների հետ միասին։ Մեկում ներառված է Տերյանի խոսքերը, քո աչքերի դեմ իմ աչքերը կույր, մյուսում Թաթայից են ծաղիկներ բերեմ Սիրուն ջան, քո ճամփեմ Զուքեն Զարթեմ։ Սա երևի դու կնվիրես։ Շնորհակալություն։ Սա ձեզ, որպեսզի ներեք ձեզ համար շատ հարազատ ու կարևոր մարդու։ Շնորհակալ ենք ձեզ։ Մենք նույնպես շնորհակալ ենք ներկայացմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Կլինիկ արժետով դադարվորից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Եվս մեկ անգամ բարի լույս եմ ասում իմ թանկագին հեռուստադիտող։ Հուսով եմ արդեն նախաճաշել եք եւ հիմա ամպում եք համեղ սուրճ։ Եվ մենք միասին այսօր պատրաստում ենք ուրեմն կարտոֆիլից կոտլետներ։ Սիրելիներս, ինչ արեցինք մինչ այս պահը։ Քանի որ բաղադրիչները շատ քիչ են եւ պատրաստման եղանակը շատ հեշտ է, ես այսպես դանդաղ ուզում եմ բոլոր գործողությունները միասին անենք։ Տրորել ենք մեր խաշած կարտոֆիլը, այստեղ ավելացրել ենք սամիտ, բազմապիսի համեմունքներ, կարմիր եւ սև պղպեղներ եւ քաղցր եւ կծու, աղենք ավելացրել, մի փոքր քրքում ենք ավելացրել, մի փոքր սխտորի փոշի եմ ավելացրել եւ այստեղ ունենք նաեւ տապակված սոխ, սիրելիներս։ Տրորել ենք եւ հիմա պետք է լավ միախառնենք ու անցնենք առաջ։ Իսկ մեր կոտլետները մենք դեռ պետք է, չմոռանամ նշել, որ այստեղ ալյուր եւ հավկիթ եւս ավելացրել ենք։ Այս ամանի մեջ մենք այս ամանի մեջ կավելացնենք ալյուր, որպիսի մեր կոտլետները թաթախենք ալյուրի մեջ եւ այդպես տապակենք։ Ահա։ Եվ չմոռանամ նշել, այստեղ ահա ունենք սուլուգունի տեսակի պանիր, որը պետք է տեղադրենք մեր կոտլետների մեջ եւ այդպես տապակենք։ Հիմա տրորենք այս խյուսը։ Լավ տրորենք, որպեսզի բոլոր համեմունքները միախառնվեն։
Սիրելիներս, այսպիսի կպչուն զանգված պետք է ստանանք, որպեսզի յուղի մեջ այն չփշրվի։ Ես հիմա մի փոքր կփորձեմ, սիրելիներս, որպեսզի տեսնենք աղի պարունակությունը որքան է։ Կարծում եմ մի փոքր աղ պետք է ավելացնենք։ Այսպես։ Հիմա կարծում եմ շատ լավ է ամեն ինչ։ Այսպես, անցնենք առաջ, սիրելիներս։ Սկսենք ձևավորել մեր կոտլետները։ Մի գունդ վերցնելով, սիրելիներս, ներսը փոսիկ ենք բացում, մեկ կտոր պանիր ենք տեղադրում, այսպես, և իհարկե վերածում ենք կոտլետի։ Ձևը կարող եք ինքներդ որոշել, կամ կոտլետի ձևով, կամ կլոր տարբերակով, ինչպես ինքներդ կցանկանաք, այստեղ ոչ մի պարտադիր պայման չկա, այնպես որ ձեր ընտրությունն է։ Կարող ենք մեկը փորձել կլոր տարբերակով, թաթախենք ալյուրի մեջ, և փորձենք այսպես առայժմ տեղադրել որևէ ամանի վրա, հետո արդեն կսկսենք տապակել։ Փորձենք գեղեցիկ ձև տալ, որպեսզի բոլորը և հավասար լինեն, հավասարաչափ և գեղեցիկ, որքան որ կստացվի, որքան հնարավոր է։ Ահա այսպես, գնացինք առաջ։ Եվս մեկը փորձենք, այս մեկը կարող ենք կլոր տարբերակով փորձել, տեսնենք ինչպես կստացվի։ Նորից փոսիկ ենք բացում, մեկ կտոր պանիր ենք տեղադրում, փորձենք գնդել և իհարկե տապակացնել։ Այսպես, ալյուրի մեջ թաթախելով, այսպես, ստացանք այսպիսի ֆորմա։ Մի քանիսը ուրեմն եկեք ձևավորենք կլոր տարբերակով, մի քանիսը հենց կոտլետի ձևով, այսպես։ Եվ այսպես շարունակ, սիրելիներս, փորձենք մեր կոտլետները իմի բերել, այնուհետև տապակել։ Կարծում եմ եղանակը պատրաստման շատ հեշտ է, իմիջիայլոց շատ մատչելի բաղադրատոմս է, ընդամենը կարտոֆիլ, սամիտ և այստեղ հավելումը միայն պանիրն է, իսկ պանիր կարծում եմ տանը մի կտոր թեկուզ կգտնվի, յուրաքանչյուր կոտլետի մեջ մի փոքրիկ կտոր էլ եթե լինի, կարծում եմ բավական նորմալ կլինի, բայց նշեմ, որ պետք է հատուկ խալչող պանիր լինի, որպեսզի ուտելիս ծորա պանիրը, այսպես։ Հաջորդը, էլի կլոր տարբերակը կպատրաստենք։ Անդրինե, համեղություններ ես դու պատրաստում։ Այո, շատ։ Ես կվերցնեմ այս պանիրը և հիմա կհայտարարեմ դադար այս փոքրիկ հաճելի կոտլետները կպատրաստես։ Դադար մեր եթերում։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս ևս մեկ անգամ բոլորին, և այս արևոտ տրամադրությունը ստիպում է, որպեսզի հետևենք մեր առողջությանը, ինչն է շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար, չէ՞։ Այո, եւ այս հարցում մշտապես մեզ օգնում է Hill սպորտային համալիրը, որտեղ կա 73-ից ավելի մարզում, կարող եք այցելել, գտնել ձեզ ամենահոգեհարազատը, ամենահաճելին եւ օգտակարը եւ հաճելին համատեղեք մեկ տեղում։ Հենց հիմա մեր եթերում կլինի Առավոտը Hills-ում էջը։
բայց սպորտային համալիրում լողի դասընթացները սկսվում են արդեն 3 տարեկանից, հատուկ նախատեսված փոքրիկների համար։ Այստեղ ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ երեխաները հեշտությամբ հաղթահարեն ջրի հանդեպ վախը եւ սկսեն ազատ զգալ ջրում։ Դասերը ներառում են լողի հիմունքների ուսուցում, շնչառության վերահսկում, ջրի մեջ շարժումների ճիշտ կատարում եւ ադապտացիոն վարժություններ։ Փոքրիկների մարզումներն անցնում են խաղային միջավայրում, ջրային խաղերի եւ փոքր մրցույթների միջոցով, ինչը սովորեցման գործընթացը դարձնում է առավել հետաքրքիր եւ հոգեհարազատ։ Մարզիչները հատուկ անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ, հաշվի առնելով նրա զարգացման փուլը եւ բնավորությունը, ապահովելով ջերմ եւ անվտանգ միջավայր։ Այստեղ դասերը դառնում են ոչ միայն լողի ուսուցում, այլև համբերության, թիմային աշխատանքի եւ վստահության սերմանում։ Այո, պետք է մարզվել, հետևել առողջությանը եւ կազմվածքին, սա շատ կարեւոր է, առավել եւս հիմա այն սեզոնն է եղանակային, որ շատ անգամ իհարկե լողավազաններում փորձում ենք ոչ միայն մարզվել, կազմակերպել մեր մարզումը, նաեւ իհարկե արևայրուք եւ նմանատիպ հետաքրքիր տրամադրություն ունենալ։ Այս հարցում էլ իհարկե հիլզը միշտ առաջինն է։ Այո, եւ եթե արդեն մարզվեցինք եւ կարողացանք հետևել մեր առողջությանը, ժամանակն է, որպեսզի նաեւ հաշվապահական հարցերը կարողանանք լուծել մեր գործընկերների օգնությամբ, ովքեր յուրաքանչյուր չորեքշաբթի մեզ համար առաջարկում են շատ հետաքրքիր թեմա, որին գուցե առնչվել են, գուցե կառնչվենք ապագայում եւ տեղյակ լինելը իհարկե կարեւոր է։ Հենց հիմա մեր եթերում հաշվապահական էջն է։ Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, ես Սերգեյ Խաչատրյան։ Այսօր ուզում եմ անդրադառնալ անհատական եկամուտների հայտարարման որոշ հարցերի, որոնք մինչ այսօր մեր քաղաքացիների, ինչպես Հայաստանի Հանրապետությունում բնակվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող մեր հայրենակիցների մոտ հարցեր են առաջանում։ Մենք գիտենք, որ արդեն 2 տարի է ինչ Հայաստանում ներ է դրվել անհատական եկամուտների հայտարարումը եւ որոշակի փուլային տարբերակով այդ պահանջը սկսել ենք կիրառել։ Եվ ովքեր պետք է անհատական եկամուտների հայտարարում իրականացնել, այսպիսի հարցեր են իրար գալիս եւ շատ քաղաքացիներ, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունից դուրս են բնակվում, հարցադրում են կատարում, արդյոք իրենք պարտավորություն ունեն անհատական եկամուտների հայտարարում իրականացնելու թե ոչ։ Տեսեք, անհատական եկամուտների հայտարարում իրականացնելու պահանջը կիրառվում է այն քաղաքացիների վրա, ովքեր միաժամանակ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ։ Այսինքն միայն քաղաքացի լինելը դեռ բավական չէ, որ անհատական եկամուտների հայտարարում իրականացնենք։ Իսկ ովքեր են համարվում ռեզիդենտ, այն քաղաքացիներ, այն ֆիզիկական անձինք, ովքեր հարկային տարվա ընթացքում 173 օր եւ ավելի բնակվել են Հայաստանի Հանրապետությունում կամ որոնց կեսական կամ տնտեսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է։ Այսինքն քաղաքացի եւ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնց 18 տարին լրացել է, պարտավոր են անհատական եկամուտների հայտարարում իրականացնել։ Տեսեք, անհատական եկամուտների հայտարարումը իրականացնելը, ես նշեցի, որ փուլային տարբերակով է իրականացվելու, արդեն իսկ 2025 թվականի համար բոլոր ֆիզիկական անձինք պետք է անհատական եկամուտների հայտարարագիր ներկայացնեն 2026 թվականի մինչև նոյեմբերի 1-ը։ Սակայն 2024 թվականի համար 2025 թվականի մինչև նոյեմբերի 1-ը անհատական եկամուտների հայտարարում իրականացնելու են այն ֆիզիկական անձինք, ովքեր որ 2024 թվականի ընթացքում նույնիսկ 1 օր եղել են վարձու աշխատող կամ պայմանագրի շրջանում
ծառայություն է մատուցել։ Այս ֆիզիկական անձինք պետք է 2025 թվականին անհատական եկամուտների հայտարարում իրականացնեն։ Եվ այդ թվականակին ավելանում է նաև այն անձինք, ովքեր որ 2023 թվականին ունեին պարտավորություն անհատական եկամուտների հայտարարում իրականացնելու եւ որոնք հայտարարել ներկայացրել են 2024 թվականին։ Այդ անձինք էին օրինակ, ովքեր որ տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն եւ ավելի փոխառություն, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են կամ իրական շահառու էին համարվում փողերի լվացման մասին օրենքով։ Այսպիսի հարցեր են առաջ գալիս մեր ֆիզիկական անձանց մոտ, որոնց թյուրիմբռնման հիմնական խնդիրն նրանում է կայանում, որ արդյոք անհատական եկամուտների հայտարարում իրականացնելով նոր հարկեր են վճարվելու, նոր հարկային բեռ ավելանալու։ Պետք է նշեմ, որ անհատական եկամուտների հայտարարում ինստիտուտը ներդնելով որևիցե նոր հարկային բեռ կամ հարկային դրույքաչափ չի սահմանվել, եթե մինչ այդ ֆիզիկական անձը ստանում էր որևէ եկամուտ եւ դրանից պետք է վճարվեր հարկեր հարկային գործակալի միջոցով կամ ինքնուրույնաբար, ապա անհատական եկամուտների հայտարարման ինստիտուտը ներդնելով այդ ամեն ինչը պահպանվել է։ Եվ մեր ֆիզիկական անձինք, ովքեր որ տարվա ընթացքում ստացել են եկամուտներ, արդեն իսկ հարկվել են օրինակ աշխատավարձից կամ ավանդից, միևնույն է, անհատական եկամուտների հայտարարման հաշվետվության մեջ պետք է արտացոլեն։ Այսինքն անհատական եկամուտների հայտարարման հաշվետվությունը բաժանված է 3 բաժինների։ Մեկ բաժնում այն եկամուտներն ենք հայտարարում, որոնք որ արդեն իսկ դրանից վճարվել են հարկեր հարկային գործակալի կողմից, մյուս բաժնում արտացոլվում են այն եկամուտները, որոնք որ հարկային օրենսգրքի 147 հոդվածի համաձայն նվազեցվող եկամուտներ են, այսինքն ստացել ենք եկամուտներ, բայց դրանցից չենք հարկվելու։ Եվ երրորդ տարբերակը, որ ստացել ենք եկամուտներ, սակայն տարվա ընթացքում եկամուտներ չենք վճարել, սակայն անհատական եկամուտների հայտարարման միջոցով վճարելու ենք հարկեր ըստ համապատասխան դրույքաչափի։ Հաջորդ հարցը, որ արդեն մեծ թյուրիմբռնամ եւ մեծ կարծիքների առիթ է հանդիսացել 300,000 դրամ ստացվելի գումարները կամ դրանցից եկամուտներ, որ ստանում ենք մինչև 300,000 դրամ, արդյոք դրանք պետք է անհատական եկամուտների հայտարարում իրականացնենք, արդյոք դրանք հարկման ենթակա են թե ոչ։ Պետք է պատասխանեմ, որ անհատական եկամուտների հայտարարման մեջ չեն արտացոլվում այն մինչև 300,000 դրամ ստացվող գումարները, որոնք որ նվազեցվող եկամուտներ են համարվում, օրինակ նվիրատվություն ենք ստացել մեր բարեկամներից եւ այդ գումարները մինչև 300,000 դրամը չեն արտացոլվելի, բայց անկախ այն գումարի չափից, եթե մենք ծառայություններ ենք մատուցել օրինակ Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ անշարժ գույք ենք վարձակալության տվել, ապա այդ եկամուտներից հարկը առաջանալու է եւ պարտավոր ենք անհատական եկամուտների հայտարարում իրականացնենք։ Ես ուզում հասնեմ արդեն հաջորդ գործոնի, որը որ սոցիալական ծախսերին է անդրադառնում, տեսեք Հայաստանի Հանրապետությունը առաջին երկիրը չէ, որ անհատական եկամուտների հայտարարման ինստիտուտներ է դրել, սակայն սոցիալական ծախսերի փոխհատուցման գործիքակազմով այդքան էլ մեզ մոտ համահունչ չի արտասահմանում գործող սոցիալական ծախսերի մեխանիզմին եւ մեզ մոտ դեռ որոշակի զսպվածություն կա այստեղ, սակայն ունենք երկու ուղղվածություն, այդ ուղղվածությունն են առողջապահության գծով ծախսերը եւ կրթության գծով ծախսերը։ Այսինքն ֆիզիկական անձը տարվա ընթացքում կատարել է որոշակի ծախսեր եւ իր եկամտային հարկից տարվա ավարտից հետո անհատական եկամուտի հայտարարումով կարող է հետ ստանալ համապատասխանաբար 50 կամ 100,000 դրամ, առավելագույնը 100,000 դրամ փոխհատուցում կարող է ստանալ։ Սակայն այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն գործոնի վրա, որ այդ գումարների հետ ստացումը ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերի պահանջները։ Այսինքն օրինակ, եթե ֆիզիկական անձը ուսանող է, ուսման վճարը կատարել է, պետք է պարտադիր ստանա հաշվարկային փաստաթուղթ, որտեղ պետք է նշված լինի իր տվյալները։ Իսկ եթե ծնողն է կատարել վճարումը, ապա ծնողի տվյալները լրացուցիչ պետք է արտացոլվեն։ Հարգելի հեռուստադիտողներ, անհատական եկամուտների հետ կապված հարցերը բավականին շատ են եւ խնդրահարույց հարցերը նույնպես շատ են։ Գիտենք, որ անհատական եկամուտների հայտարարման վերջնաժամկետը հետաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը, ուստի անհրաժեշտ է մինչ այդ ապահովել ստորագրության հարցերը եւ անհրաժեշտության դեպքում ստանալ համապատասխան խորհրդատվություն, նոր անհատական եկամուտների հայտարարում իրականացնել։ Այսօր այսքանը, եղեք իրազեկ։ Ամեն դեպքում բիզնեսի նաև հաջողությունը գալիս է ճիշտ կառավարումից, ճիշտ հաշվապահությունից եւ իհարկե ֆինանսների ճիշտ կառավարման արվեստը մեզ սովորեցնում են մեր ընկերները։ Շնորհակալություն իրենց։ Այո, եւ շարժվենք առաջ ու տեսնենք, թե մեր շատ սիրելի Ադրինեն խոհանոցում ինչ փուլում է, որովհետեւ խոհանոցից բույրերը գալիս են այստեղ տաղավար։ Սիրելի Ադրինե, շնորհակալ եմ Սոնատ ջան։
բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող։ Ես երկու կոտլետի գոնե թողել եմ, որ շարունակությունը միասին անենք, որովհետև գուցե կան մարդիկ, ովքեր հենց նոր են միացել մեզ եւ պետք է տեսնեն եւ ծանոթանան օրվա բաղադրատոմսին։ Սիրելիներս, այսօր պատրաստում ենք կարտոֆիլով կոտլետներ, որի մեջտեղում տեղադրել ենք պանիր, սուլուգունի տեսակի պանիր։ Ահա թավայի մեջ արդեն տապակվում են մեր կոտլետները, հաջորդիվ կշարունակենք միասին։ Այո, ես եկա փորձելու կոտլետները։ Շատ լավ, շատ բարի։ Փորձենք շրջել այս մյուս կողմն էլ թող տապակվի կոտլետները, բավականին գեղեցիկ են տապակվել, ոսկեգույն են դարձել արդեն։ Ահա, ասեմ, որ այս կոտլետները, ինչպես արդեն նկատեցինք, ազգին են սուլուգունիապատ կոտլետիկները պատրաստում, ասեմ, որ այս ամենը ներկայացնում են նաև Էլոլան, կատնամթերքի հրաշալի լայն տեսականի, որը պետք է մեզ յուրաքանչյուր առավոտ եւ ընդհանրապես օրվա ընթացքում անընդհատ, որպեսզի սպիտակուցների այդ պաշարը մեր օրգանիզմում լրացված լինի, որը մեզ կտա էներգիա, կտա իհարկե իմունիտետի բարձրացում եւ այն ամենը, ինչը շատ կարեւոր է մեր օրգանիզմի համար։ Էլոլան հասանել է ոչ միայն Հայաստանում, նաեւ Լոս Անջելեսում։ Մեր հայրենակիցները ունեն հնարավորություն հայկական խանութներից այս ամբողջ տեսականին ձեռք բերելու։ Այո, այնպես որ կարող եք ձեր հայրենիքի կարոտը առնել այս հրաշք մթերքներից եւ վայելել։ Այսպես, ես էլ շարունակեմ, եւս մեկ անգամ ցույց տանք, թե ինչպես ենք պատրաստում կոտլետները։ Ահա վերցնում ենք մեկ գունդ եւ մեջը տեղադրելով մեկ կտոր պանիր, ահա ծածկում ենք այն եւ իհարկե թաթախում ալյուրի մեջ եւ ձև ենք տալիս կամ կլոր կամ երկարավուն, ինչպես կոտլետներն են լինում սովորաբար։ Ահա, այսպես, շատ հեշտ, շատ։ Ես գտա համադրությունը, որովհետև կոտլետի հետ, կարտոֆիլի հետ առավել եւս պիտի լինի մի թթվային տրամադրություն։ Այս ամբողջ տեսականին էլ մեզ իհարկե ներկայացնում է Ջևանի գինու եւ պահածոների գործարանը, լայն տեսականի, հատկապես այս թթուների տարբերակին շատ է դուր գալիս եւ կոմպոտներ, գինիներ, այն ամենը, ինչը օրվա ընթացքում պարզապես կարող է շատ արագ հագեցնել ձեր քաղցը եւ տրամադրությունը նորից լինի մաքսիմալ, այնպես որ այս ամբողջ տեսականին հարցրեք բոլոր խանութներում։ Այո, գնեք եւ վայելեք այս համեղ կոտլետների հետ կամ օրվա բաղադրատոմսի հետ, ինչը որ դուք կնախընտրեք։ Ահա պատրաստ են վերջնական մեր կոտլետները, մենք համբերատար պետք է տապակենք այն եւ վերջում բնականաբար վայելենք։ Իսկ կվայելենք որևիցե աղցանի մեր պարագայում թթուների հետ միասին, մենք այստեղ թարմ լոլիկ էլ ունենք, կձևավորենք, կզարդարենք եւ միասին բոլորով կվայելենք։ Ձեզ էլ խորհուրդ ենք տալիս այսօր եթե ձեռքի տակ կա այս բաղադրիչները, անպայման սա պատրաստեք, էլ երկար բարակ Ժորժ ջան, մի մտածեք, այսօր ինչ սարքեք, այսօր սրանից լավը չկա։ Արագ պյուրեն սարքեք, խճողակը սարքեք, կոտլետներն էլ տապակեք, նույնիսկ եթե այս տեսակի պանիր, հալչող պանիր տանը չկա, աման պանիր էլ մի դրեք, պարզապես կոտլետները սարքեք ու վայելեք, ամենակարևորը դա էլ է հասցնել օրվա ուտեստը իմի բերել եւ հրամցնել ընտանիքի անդամներին։ Մենք ունենք ինչ-որ բան ավելացնելու։ Ես պարզապես ինձ թվում է ամեն բան պարզ է, այո, եթե ցուցադրի մեր ռեժիսորը, ահա խնդրեմ կոտլետները գեղեցիկ տապակվում են, այս մնացածն էլ ես ընթացիկ կտապակեմ ու վերջում իհարկե կմատուցեմ։ Եթե կարիքը կա եւս մեկ անգամ ես կկրկնեմ բաղադրատոմսը, մենք խաշած կարտոֆիլը պյուրեի վերածեցինք, որտեղ ավելացրեցինք տապակած սոխ, սամիտ, համեմունքներ, ալյուր եւ իհարկե հավկիտ, խճողակի վերածեցինք, պատրաստեցինք ֆորմաները եւ մեջտեղում տեղադրեցի սուլուգունի տեսակի պանիր կամ որևիցե հալչող պանիր, դա ձեր ընտրությունն է։ Ու ալյուրի մեջ թաթախելով, ահա փորձում ենք տապակել։ Կարծում եմ շատ պարզ է, շատ հասանելի է եւ իհարկե մաչ ինչու ոչ, մաչ չէ։ Այո, դե այս պահին կունենանք կարճ դադար, հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հաջորդ հյուրերին, այնուհետև իհարկե հաղորդումը եզրափակելուց կտեսնենք թե ինչ եղավ։ Բարի լույսերս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ մենք արձագանքել ենք այն բոլոր շատ նամակներին, որոնք գալիս են մեզ եւ այսօրվա մեր երկրորդ հյուրերը հենց ձեր ցանկությամբ են եւ պահանջով։
Այո, մեր հյուրերն են իհարկե Մարիա հերոստանովերի դերասանները Բաբ Վարդանյանը եւ Վահե Վարդանյանը։ Շատ սպասված, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Սերիալում եք եղբայրներ, բայց իրականում եղբայրներ չեք։ Ոչ, այո, ճիշտ եք ասում, իրականում լավ ընկերներ ենք արդեն ամիսներ շարունակ։ Որտեւ ազգանունները նույնն են, այդ պատճառով իհարկե հարցի պատասխանը հետեւյալն է։ Շատ լավ, մի քիչ խոսենք ձեր մասնակցությունը սերիալում ոնց սկսվեց, որովհետեւ արդեն սերիալը գնալով ստանում էր հանգուցալուծումները։ Առաջինն է, երկրորդն է, որն է ձեզ համար փորձը այս ամբողջում։ Իմը Երրորդը։ Այո, հեռուստասերիալն է, որին մասնակցում եմ։ Սա մի փոքր ավելի երկար տևեց, հետաքրքիր նկարահանումներ, հետաքրքիր մարդկանց հետ։ Ձեր փորձն էլ ավելի շատացավ երկար տևելով։ Փորձը լավ մարդկանց, պրոֆեսիոնալ անձնակազմի հետ իհարկե օրեցօր հասկանում ես, որ լավանում է։ Դավիթ։ Իմը որպես հեռուստասերիալ առաջինն է, ես ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո մինչև ծառայության անցնելը գեղֆիլմում եմ նկարվել, հետո արդեն ծառայությունից հետո սա որպես հեռուստասերիալ առաջին փորձս է։ Մեծ կերպարով էսպիսի։ Իսկ ձեզ էլ շատ սիրում ոնց ձեր խաղընկերոջը, որովհետև իր հետ արդեն հանդիպել ենք, կարդացել ենք բոլոր նամակները իրեն ուղղված։ Ինչքան որ ասում են, օրինակ փողոցում մոտենում են, այսպես մոտիկ հարազատ ընկերներ, բարեկամներ, հա, չեմ ուզում մեծամտանամ ասեմ, որ հա ինչ շատ են սիրում, միգուցե եւ սիրում են։ Ես կարող եմ պատասխանել այս հարցին, երբ ինձ մոտենում են, առաջին հարցը ոնց է աղբերդ, Դավիթ ինչպես ասում, լավ։ Իսկ ինչ են փողոցում ամենաշատը ձեզ հարցնում, ասում, կամ ամենատենց զավեշտալի դեպքերը, որ ձեզ հետ պատահում են։ Փողոցում հանդիպած զավեշտալի դեպքերը շատ են, եղել է որ վազել են հեռվից գոռալով Դավիթ, ես էլ չեմ մտածում, որ իմ հետ կարող են լինել Դավիթ, որ արդեն մոտենում են, բան անկախ ինձնից ձայների վրա պտտվում ես, գալիս են մոտենում են, այդ աղջկա հետ մի տենց վարվի, ինքը լավն է, կամ հակառակը թող այդ աղջկան, դու ավելի լավին ես արժանի, շատ են իրականացնում այդ ամեն ինչը էլի մարդիկ, հիմնականում այս ֆորմատի մեջ էլի։ Աբուլ, կերպարներով էլի հարցնեմ։ Այո, իմ հետ զավեշտալի դեպքեր չի եղել։ Միշտ դրական խոսքեր, դրական էմոցիաներ, երբ հանդիպում եմ փողոցում մարդկանց, հաճելի է։ Բայց երբ կերպարներով ընկալեն, ասեն, չգիտեմ, քեզ էս ինչը խաբում է, իրան մի հավատա, դու լավն ես։ Շատ է լինում, հիմա երբ Աբուլ են ասում, իմ հետ էլ չեն լինում, անկախ ամեն ինչից, ես ուզում եմ տեսնեմ ով էր։ Ավելի շատ արդեն այդ Աբուլ անվանը ավելի եմ համակերպվել ես վերջին շրջանում։ Այդպես, հիմնական Դավիթից են հարցնում, Դավիթին ասա էլի, որ այսպես է էլի, ես էլ ասում եմ։ Շատ լավ, հեռուստատիտողը միշտ տեսնում է այն ինչը, որ արդեն եթերում է, հա, բայց այդ ամենը շատ այսպես տքնաջան նկարահանումների ու աշխատանքների արդյունք է։ Դժվար չեն նկարահանումները, չեն հոգնեցնում, ինչ է կատարվում ընդհանրապես նկարահանման հրապարակում։ Նկարահանումները իրականում օրեր կան, որ հոգնեցուցիչ են, որովհետև ժամանակային առումով բավական երկար են տևում։ Կան օրեր, որ նկարահանվում են գիշերային տեսարաններ, այսինքն առավոտից նկարահանումները սկսվում են մինչև ուշ գիշեր, ողջ անձնակազմում մնում ենք, նմանատիպ օրերը բավականին հոգնեցուցիչ են, որովհետև դժվար է մանավանդ մեծ կերպարի դեպքում մեծ տեքստեր, մեծ տեսարաններ, տարբեր մարդկանց հետ հոգնում ես, բայց որպես այսպեսին իմ առաջին փորձ է շատ տպավորված եմ ես այդ մեծ երկար օրերը, մեծ տեսարանները, որ ավելի շատ ես մնում, ավելի շատ ես օգնում, ավելի հաճելի են անցնում, ես շատ ուրախանում եմ այդ օրերին, ինձ հաճելի է շատ, մանավանդ ռեժիսորի հետ շատ լավ է։ Եվ այսինքն ձեր ճանաչումը նոր է։ Բաբկենի դեպքում ոնց որ նախորդ սերիալներից արդեն կար ճանաչումը, ձեր դեպքում նոր է։ Իսկ այդ զգացողությունն է, երբ փողոցում ձեզ ճանաչում են։ Ինձ ժամանակին, երբ որ ես նոր սկսում եմ այս հեռուստասերիալում նկարահանվել, ասում էին, որ կճանաչվես, կմեծամտանաս, արդեն ավելի ուրիշ ձև քեզ սկսես պահել, ես չհասկացա ինչի պիտի տենց լիներ, որոշ մարդկանց տենց էլ չհասկացա, որովհետև այդ ճանաչումը կա, բայց իմ մոտ տենց էլ ոչինչ չփոխվեց։ Ճիշտ ասում։ Այո։ Ճիշտ ենք, կողքի տպավորությամբ։ Ես չեմ պատկերացնում
արդյոք կլիներին փոխարեն մեկ այլ տղաով կնկարահանվեր այդ կերպարում այդ ֆիլմում ու իրան կդրսևորեր ժամանակի ընթացքում ուրիշ ձև, չեմ պատկերացնում ինչի արդյունքում։ Ճիշտ եմ հասկանում, սերիալը կամաց-կամաց մոտեն մեր հանգուցալուծմանը։ Այո, սկսվել է արդեն լարված սերիալները, արդեն փորձում ենք ավարտին հասցնենք։ Ինչ է սպասվում հեռուստադիտողին առանց իհարկե փակագծեր բացելու, բայց հուզական առումով, չգիտեմ, ավելի շատ են լացելու ձեզ հետ միասին, ավելի շատ են անհանգստանալու։ Մեծ զարգացումներ լիքը բան դեռ փոխվելու են, շատ փոփոխություններ դեռ կլինեն, շատ վատ եւ լավ դեպքեր դեռ կսպասվեն բոլորին։ Այո։ Որպեսզի շատ փակագծեր չբացենք, բայց հետաքրքիր հանգուցալուծումներ դեռ կլինեն։ Կան կերպարներ, որոնք միշտ այսպես նույնիսկ սերիալը ավարտվելուց հետո, հա, մնում են այդ կերպարները, որովհետև հեռուստադիտողները շատ են սիրում, ես իմ փորձից կարող եմ ասել դա, պրոյեկտը, որում վերջին անգամ նկարվել եմ, արդեն 8 տարի ինչ չկա, բայց երեխաները, որոնք դեռ ավարտվելուց հետո էլ ծնված չէին, բայց այսօր արդեն 7-8 տարեկան են, այդ կերպարներով են ապրում։ Ինչ է կարծում, ինչպիսին է լինելու հետոն արդեն, երբ որ այս ամենը ավարտվի եւ իհարկե սկսվեն նոր աշխատանքներ, բայց կերպարները, որոնք խաղացել եք, դեռ շարունակելու են ապրել հեռուստադիտողի կամ հետևորդների համար։ Ինչպես եք պատկերացնում արդեն այդ շոկ։ Դրանից մի փոքր վախենալ կարելի է։ Բայց ինձ թվում է դադարներով հետո նորից նոր կերպարին մարդկանց սովորեցնելով պետք է հասնենք մի կետի։ Իսկ ինչ անել, որ չկրկնվել։ Խաղալ վատ դեր։ Կերպարին այլ հարցեր տալ, որը չես տվել այս կերպարին, այո։ Հարցերով փորձես գտնել նոր կերպարի բնավորությունը, տեսակը։ Լավ, դա շատ համեստ է սերիալի դեմքերի համար։ Ահա։ Իրականում ես էլ մի փոքր ավելացնեմ, լավ է որ մարդիկ հիշում են քեզ, բայց վատա որ հիշում են նույն ձև, նույն կերպարով, որովհետև կյանքը շարունակվում է, դեռ լիքը նորանոր կերպարներում կարանք հանդիսանանք, բայց մյուսները ավելի հիշարժան, ավելի լավը պիտի ձգտենք սարքել, որ չլինենք տարբեր այլ կերպարներում, բայց մեզ հիշեն այն մի կերպարով։ Միշտ բոլոր նույնիսկ ավելի հայտնի հոլիվուդյան աստղերի մոտ ամենալավ դերասանների մոտ կան մի հատ մի կերպար, որով ինքը ավելի հայտնի է, ավելի ճանաչված է, ասոցացվում է հենց այդ ֆիլմի այդ կերպարի հետ, բայց պիտի մյուսներն էլ նայես, պիտի փորձես նայել ուրիշ աչքով, որպես դերասանի մտահորիզոնը հասկանալու համար, կարողությունները հասկանալու համար, դրա համար պետք է ձգտել ավելի ոնց որ Բաբկինը նշեց, ավելի ուրիշ ձև ներկայանալ, ավելի հետաքրքիր։ Թատրոնում գործունեություն ծավալում եք։ Ունեցել ենք փորձ, ես ունեցել եմ փորձ ներկայիս դուրսությամբ Դեռ ոչ։ Ես ուսանողական տարիներին բավականաչափ շատ ներկայացումներում խաղացել եմ, հետո էլի ծառայություն, բանակից հետ գալ, արդեն ցանկությունս մի քիչ մարեց դեպի թատրոն, բայց հիմա շատ կուզեի էլի լինել ինչ-որ թատրոն, թեկուզ ինչ-որ ներկայացումներում, առանձին ոչ շտական դերասան թատրոնի։ Հարց, որ ինձ միշտ է հետաքրքրել, դուք նայում եք սերիալը, հետևում եք ձեր խաղին, կարողանում եք հասցնել, որովհետև գիտեմ, որ նկարահանումները շատ խիտ են, գրաֆիկը շատ զբաղված է։ Երբ տանն եմ լինում, տատի հետ անպայման։ Իսկ տատիկը ինչ է ասում։ Դավիթին միշտ ջեմ բարևներ։ Հավանում եք ձեր խաղը։ Անպայման։ Հա, չեն ասում ինձ, բայց երևի էլի։ Իսկ լինում է, որ ասի, որ այստեղ ինձ դուր չեկար, կամ այստեղ ինչ-որ բան այն չէր։ Չէ, չի եղել, միշտ Ուրեմն ամեն ինչ լավ է։ Այո։ Ես էլ նայում եմ, տատիկ չունեմ, որ իր հետ նայեմ, հիմնականում մենակ եմ նայում, ամենամեծ քննադատս է այսքան ժամանակ մեծ եղբայրս է եղել, հենց ամենաառաջի օրվա ինձ ասում էր «Խիա ես սենց, խիա նենց, ինչ ես սենց անում, ինչ ես նենց անում», բայց մի քանի ամիս հետո լիքը բան փոխվեց, արդեն լավ փոփոխություններն են շատերը ասում, ես նայում եմ, ես ինձ հետևում, ես իմ տարբերությունը ես իմ վրա զգում եմ, այդ կարծում եմ կարևոր բան է։ Եվ վերջին հարցը տամ ու վերջացնենք։ Սիրո խոստովանությունները շատ են հիմա ձեր կյանքում։
Եվ Դավիթին են ուղված, Բաբկենին, Աբուլին, Վահեին, ում են ուղված այդ սիրո խոստովանությունները։ Ես չեմ խուսափում սիրո խոստովանություններից, հաճելի է։ Այո, լինում են։ Դու շատ տիպն ես։ Ինչքան քեզ սիրո խոստովանություն անեն։ Փորձենք։ Իսկ դու անում ես։ Չէ, դեռ ոչ։ Չէ։ Թող ինձ միայն ինձ թողանեն։ Հայ, թողանեն, եթե զգացմունքը, էմոցիան հավաքվել է, մարդ պիտի արտահայտի, եթե կարիք կա նմանատիպ զգացմունք արտահայտելու, թող արտահայտեն։ Ինձ արտահայտում են հիմնականում ավելի շատ որպես կերպարի, եղել են լիքը տարբեր դեպքեր։ Շատ լավ, շատ չփորփրենք տղաների անձնական կյանքը։ Փորփրենք։ Պարզապես նվիրենք Սարգոն Իջևանի Սարգոն Կարմիր չոր գինին, որպեսզի ցանկացած հաղթանակ նշվի այս գինու հետ միասին ու լավ տրամադրություն ապահովի։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որոնք նվիրեք ձեզ համար շատ կարևոր ու հարազատ մարդկանց։ Մեկը Միրիջանյանի խոսքերն են, ով սիրուն ինչու մոտեցար, սրտիս գաղտնիքն ինչու իմացար, մյուսը Սոֆի Մխյանի երգից է, Սերժ ջան, մենք իրար սիրում ենք եւս 1 տարի։ Սա իհարկե դուք ինքներդ բաժանեք ընտրեկում եք նվիրելու, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Բաբկեն, երբ որոշեք սիրո խոստովանություն անել, Այո, բացիկը ձեզ կօգտագործեմ։ Շնորհակալ ենք շատ։ Մեծ հաջողություններ սերիալին եւ վստահ եմ, որ այդ անսպասելի դեռ սպասվող սերիալները շատ ռեյտինգային են լինելու եւ ATV հեռուստաընկերության համար եւ ձեզ համար։ Անպայման, շնորհակալ ենք շատ ամեն ինչի համար։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտող, սակայն մենք վերջացնում ենք մեր այսօրվա հաղորդումը, այս պահին արդեն ամեն բան պատրաստ է մատուցման համար, ես պատրաստել եմ կարտոֆիլից եւ պանրից շատ համեղ կոտլետներ, ահա ձևավորումը արել եմ եւ պետք է միայն վայելենք, ձեզ էլ բարի ախորժակ եմ մաղթում, այսօր պատրաստ եք հենց այսպիսի համեղ, օգտակար եւ հագեցնող կերակուր եւ հրամցրեք ընտանիքի անդամներին, ձեզ լավ նայեք, հետևեք, լավ սնվեք, առողջ եղեք, լավ հագնվեք, անկախ նրանից, որ դրսում արևը շողում է, ամեն դեպքում մի թեթև, այսպես բաճկոն ունեցեք ձեզ հետ, որովհետև պահի տակ ամեն բան խառնվում է։ Ինչևէ, դուք շատ լավ գիտեք ձեր անելիքները, լավ եղեք եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Մենք էլ քեզ ենք շատ սիրում, մեր շատ սիրելի Ադրինն է եւ այն համեղությունը, որ հիմա պատրաստել ես, մեծ հաճույքով եւ մեծ ախորժակով ճաշակելու ենք եւ այս ամենը համեմելու ենք նաեւ կոմպոտներով, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, կոմպոտներ, պահածոներ, այս ամենը շատ հասանելի է յուրաքանչյուրին, օրվա յուրաքանչյուր պահին։ Դե իսկ բրիզն էլ երեկոյի ճիշտ համադրությունն է։ Եվ գինու հետ առանձնացնելու ենք Էլոլայի առաջարկած պանիրների լայն տեսականից մեր սիրելիները եւ իհարկե առավոտը շատ օգտակար է կատնամթերք օգտագործելով եւ նախընտրել անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչն էլ առաջարկում է Էլոլայի ընկերությունը։ Դե էմոցիաներն ու տրամադրությունը մենք փոխանցում ենք եթերի ընթացքում, իսկ դուք փոխանցեք ձեր սիրելիներին արև բացիկների հետ միասին։ Բացիկներում ներառված են սիրված երգերից ֆրազներ եւ բանաստեղծություններից։ Հարցրեք բացիկները Կայզեր սուպերմարկետում, Տերյան մշակութային կենտրոնում եւ քաղաքի քաղցր ու ծաղկաշատ վայրերում։ Դե իսկ ձեր լավագույն առիթները վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master Right-ն էլ պատրաստ է բարբերշոփների իր վարպետների հետ միասին դիմավորել բոլորին։ Master Right-ը գտնվում է Ալբանյան 37 հասցեում։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ծանոթացեք նոր տեսականուն 2 խանութսրահներում էլ։ Մեր տեսականին լավ եթերն է ու լավ տրամադրությունը, անփոփոխ է յուրաքանչյուր աշխատանքային օր։ Այսօր էլ սիրով նվիրեցինք ձեզ արևն ու ժպիտները։ Մենք նվիրեցինք, մենք ենք Սուրենը, Սոնան, Ադրինեն եւ մեր հրաշալի մեծ թիմը։ Կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին եւ նույն տեղում սիրելի հեռուստադիտողներ եւ առավոտը կսկսենք միասին։ Եվ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։